Բարև ձեզ Հայք մեդիայի սիրելի հետևորդներ։ Այսօր զրուցելու ենք Մոնթեավո բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող Արցախցին կարդում է գրքարշավի հանձնաժողովի նախագահ Անուշ Քամալյանի, նույն հանձնաժողովի անդամ Կրիստինա Քամալյանի եւ Մոնթեավո բարեգործական հիմնադրամի պաշտոնական էջերի համակարգող Անուշ Ղարամանյանի հետ։ Սկսած 2006 թվականից Մոնթեավո բարեգործական ընկերությունը հենասյուն է եղել Արցախի մի շարք դպրոցների եւ դպրոցականների համար։ Բարեգործական ընկերությունը իրականացրել է բազում բարեգործական ծրագրեր, նպաստելով նրանց կրթական, հոգևոր եւ մշակութային զարգացմանը։ Մոնթեավո բարեգործական ընկերությունը իր հովանավորության տակ է վերցրել Արցախի Ճարտար քաղաքի համար 1, համար 2, համար 3, համար 4, համար 5 եւ Քերթ գյուղի Կոմիտաս Հակոբյանի անվան դպրոցները, Ճարտարի համար 1 եւ համար 2 մանկապարտեզները, ինչպես նաեւ Քերթի նախակրթարանը, ձեռնարկելով մի շարք բարեփոխումներ դպրոցների եւ մանկապարտեզների բարելավման համար։ Բարեգործական ընկերությունը նորոգումներ է իրականացրել դպրոցներում ուսուցիչների եւ աշակերտների համար ստեղծելով կրթական բարենպաստ պայմաններ։ Ելնելով Ճարտարի տեղագրական դիրքի եւ անբարենպաստ ճանապարհատրանսպորտային խնդիրներից, բարեգործական ընկերությունը կառուցել է նոր դպրոց Պերճ Գասպարյանի անվան դպրոցը, որը հեշտացրեց տեղի աշակերտների ուսումնական կյանքը։ 2018-2022 թվականներին բարեգործական ընկերության հովանավորությամբ հիմնանորոգվեց Քերթի Կոմիտաս Հակոբյանի անվան 2020 թվականի պատերազմի հետևանքով կիսավերված դպրոցը։ Հայք մեդիայի Արցախի գրասենյակի թիմը հնարավորություն է ունեցել իր տեսախցիկի տակ առնելու եւ նկարահանելու այդ գեղեցիկ ու կարևոր իրադարձությունը։ Բարեգործական ընկերության ծրագրերի շրջանակներում դպրոցներում իրականացվել են նաեւ մի շարք ուսումնաօժանդակ համալրումներ, ինչպիսիք են հեռուստացույցների, համակարգիչների եւ այլ անհրաժեշտ դպրոցական գույքի տրամադրումը։ Մեր նկարահանող խումբը առիթ է ունեցել նկարահանելու նաև բարեգործական ընկերության կողմից կազմակերպված ամառային ճամփարը։ Այս ճամփարի կազմակերպումը տեղի ունեցել Արցախի տոտալ շրջափակման օրերին, ինչը կրկնակի պարտավորեցնող էր։ Մոնթեավո բարեգործական ընկերությունը բավականին լուրջ օժանդակություն եւ ներդրումներ է կատարել նաև Արցախի գյուղական համայնքների ներհամայնքային ճանապարհների բարեկարգման եւ սալապատման գործում։ Արցախի հանրապետության Մարտունու շրջանի Ճարտար, Գիշի եւ Քերթ համայնքներում նույնիսկ ամենաանզեն աչքով նկատելի են եղել բարեգործական ընկերության կողմից իրականացված ծրագրերի դրական արդյունքները։ Արցախի բռնի հայաթափումից հետո եւ մեր ժողովուրդը տեղահանվեց, բնակություն հաստատելով մայր հայրենիքի Հայաստանի տարբեր բնակավայրերում, ինչպես նաեւ նրա սահմաններից դուրս, Մոնթեավո բարեգործական ընկերությունը այդ ծանրագույն փուլում ստանձնեց մի նոր առաքելություն։ Հայրենազրկված երեխաների բարոյահոգեբանական վիճակը բարելավելու նպատակով ձեռնարկեց բազմաթիվ ծրագրեր դպրոցականների եւ ուսուցիչների համար։ Ընկերության հովանավորությամբ թվով 8 հոգի հնարավորություն են ունեցել 7-օրյա ճանաչողական էքսկուրսիայի մեկնել Սանկտ Պետերբուրգ։ Իրականացված բազմաթիվ ծրագրերի թվում է նաև անգլերենի ուսուցիչ Կարեն Մանասյանի «Դրախտից դեպի արևմուտք» գրքի տպագրության եւ շնորհանդեսի կազմակերպումը։ Այսօր էլ Մոնթեավո բարեգործական ընկերությունը շարունակում է կյանքի կոչել նոր ծրագրեր ու գաղափարներ։ Այդ ծրագրերից մեկն էլ Արցախցին կարդում է գրքարշավն է, որը իր շուրջն է համախմբել Արցախի գրքասեր երեխաներին։ Գրքարշավի գաղափարը լայն տարածում է գտել ինչպես մայր հայրենիքում, այնպես էլ նրա սահմաններից դուրս բնակվող արցախցի գրքասեր աշակերտների շրջանում։ Այս եւ այլ թեմաների մասին ենք այսօր զրուցելու մեր հյուրերի հետ։ Բարև ձեզ, նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել մեզ հետ զրույցի հրավերն ընդունելու համար։ Ձեր թույլտվությամբ սկսենք մեր հարցազրույցը։ Մոնթեավո բարեգործական հիմնադրամը տարիներ շարունակ բարեգործական տարբեր ծրագրեր է իրականացրել Արցախում։ Դպրոցաշինությունից մինչև ճանապարհների բարեկարգում, մանկապարտեզի վերանորոգումներից մինչև ճամփարների կազմակերպում եւ այլն։ Այս բոլոր ծրագրերն իրականացվել են հիմնականում գյուղական համայնքներում, ինչը կրկնակի անգամ կարևոր էր։ 2023 թվականի տեղի ունեցած չարաբաստիկ իրադարձություններից հետո, Արցախի ժողովրդի բռնի տեղահանումից հետո բարեգործական ընկերությունը այն եզակի կառույցներից էր, որ շարունակեց իր գործունեությունը նաև Արցախի ցավալի կորստից հետո։ Ստանձնելով Արցախի ժողովրդի եւ արցախցիների կողքին կանգնելու կարևոր առաքելությունը, բարեգործական ընկերությունը փաստացի նոր ծրագրերով ու նոր պրոյեկտներով հանդես եկավ։ Վերջերս բավականին մեծ արձագանք է ստացել ընկերության կողմից իրականացվող Արցախցին կարդում է գրքարշավը։ Բայց գրքարշավին կանդրադառնանք մեր հաջորդ հարցին,
Ես հիմա կցանկանայի, որպեսզի ավելի մանրամասն խոսեինք, հնարավորինս ընդգրկուն անդրադարձ կատարեինք բարեգործական ընկերության կողմից իրականացվող ծրագրերի մասին, ապագայում ինչ նոր գաղափարներ կան, եւ որպեսզի ավելի գործնական ու ավելի տեսանելի լինի այս ամենը, նաև ուզում եմ ասել, որ բարեգործական ընկերությունը բավականին մեծ հարթակ է ստեղծում Արցախի երեխաների համար, ովքեր կարողանում են իրենց դրսևորել։ Լավագույն օրինակը նաև կարող ենք ասել, որ ըստ մեր ունեցած տեղեկությունների այսօր բարեգործական ընկերության ծրագրերին մասնակից դարձած աշակերտներից մեկը Այգինեն, եթե չեմ սխալվում, ընդունվել է Հալվերդի համալսարան։ Իհարկե, ցանկացած հաջողության հետևում առաջին հերթին կանգնած է երեխան, մասնակիցը, բայց մոտիվացնում են բոլոր այն քայլերը, որոնք ուղղված են այդ երեխաների ինքնադրսևորմանը։ Եվ սխալված չենք լինի, եթե ասենք, որ բարեգործական ընկերությունը ստեղծել է այդ հնարավորությունը, ստեղծել է այդ հարթակը, որպեսզի արցախցի շատ երեխաներ կարողանան իրենց ուժերը փորձել։ Այժմ խոսքը փոխանցում եմ ձեզ, հնարավորինս ընդգրկուն ներկայացրեք հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերն ու ապագա գաղափարները։ Տիկին Քամալյան, Նախքան սկսելը ապագա ծրագրերի մասին խոսելը, ես ուզում եմ անդրադարձ կատարենք բարեգործական ընկերության կատարած աշխատանքներին, այսպես մի փոքրիկ։ Ուրեմն բոլորիս հայտնի է, որ Մոնտեավո բարեգործական ընկերությունը սկսած 2006 թվականից բարեգործական ծրագրերի իրականացնում Արցախի ճարտար համայնքում, այնուհետև սկսեց իր ներդրումները իրականացնել Քերթ եւ Գիշի գյուղերում, հիմնականում կատարելով ճանապարհաշինարարական աշխատանքներ եւ մեծ ներդրումներ կատարելով դպրոցաշինության ոլորտում։ 2010 թվականին Ճարտար համայնքում կառուցեց դպրոց Պերճ Գասպարյանի անվան, իսկ 2019 թվականի մայիսի 2-ին Քերթի համայնքում բացվեց նախակրթարան, որով փոխվեց գյուղի միապաղաղ կյանքը, դրան զուգահեռ բացվեցին նաև աշխատատեղեր, գյուղի երիտասարդ կանայք ապահովեցին աշխատանքով։ Ուզում եմ ասեմ, բարեգործական ընկերությունը բացի ներդրումներ կատարելուց նաև հսկայական բարեփոխումներ է իրականացնում, փոխելով մարդկանց առօրյան։ Կրթական դպրոցաշինական աշխատանքներին զուգընթաց նաև իրականացրել է մի շարք կրթական ծրագրեր, որը կոչվում է կրթության խթանման եւ զարգացման ծրագիր, որի պատասխանատուն է վաստակաշատ մանկավարժ Արմիդա Գրիգորյանը, մեր բոլորի կողմից սիրված։ Այդ բոլոր ծրագրերը իր մեջ ներառում էին էքսկուրսիաները, օլիմպիադաներում առաջնակարգ տեղեր գրաված երեխաներին խրախուսելը, ըստ այդմ նաև իրենց ուսուցիչներին, դպրոցում առաջադիմություն գրանցած բոլոր երևույթները խրախուսվում էին անպայման կրթության եւ զարգացման խթանման ծրագրի շրջանակներում։ Բայց քանի որ բարեգործական ընկերությունը ընդլայնվել է, արդեն ներառվել է իր հովանավորության ներքո է վերցրել Քերթ համայնքը, Ճարտարի բոլոր դպրոցները, մանկապարտեզները եւ Քերթի նախակրթարանը, որպեսզի կարողանանք բոլոր աշխատանքները համակարգվեն, հնարավոր լինի, այդ շրջանակում ձևավորվել է երիտասարդ ուսուցիչներ խորհուրդը։ Երիտասարդ ուսուցիչներ խորհուրդը, այսպես ասած, սերում էր կրթության խթանման եւ զարգացման ծրագրից։ Այդ ծրագրի շրջանակներում մենք իրականացրել ենք մի շարք միջոցառումներ, Համոս Սահյանի նվիրված միջոցառում, համատեղ սա, որի պատասխանատուն էր երիտասարդ ուսուցիչների խորհրդի փոխնախագահ Անուշ Ավանդիսյանը, Բերթասարի դրոշի փոխանակում եւ մեծ միջոցառում, որի պատասխանատուն էր Անուշ Բաբաջանյանը, իրականացել է ռազմահայրենասիրական միջոցառում, որի պատասխանատուն էր երիտասարդ ուսուցիչների խորհրդի անդամ Վարդան Օհանյանը, եւ այս շարքը կարելի է շարունակել։ Ուրեմն առանձնահատուկ ուզում եմ անդրադարձ կատարել շրջափակման ժամանակ իրականացված ճամբարին,
ճամբար, որը շատերի համար անհավանական էր թվում, մեզ համար, որ բուն մասնակիցն էինք եւ կազմակերպողը, բավականին անհնարին թվացող մի միջոցառում էր, որովհետեւ խնդիր էր եւ սնունդը, խնդիր էր եւ տրանսպորտը, խնդիր էր անվտանգությունը, բայց մենք կարողացանք հավաքել 150 աշակերտ, ավելի ճիշտ 150 աշակերտի մասնակցությամբ մենք իրականացրինք ռազմահայրենասիրական ճամբար, որը մեծ արձագանք ստացավ։ Այդ ճամբարը մեր սերնդի հիշողության մեջ կմնա եւ բարեգործական ընկերության պատմության մեջ կմնա որպես եզակի բոլոր առումներով ճամբարի կազմակերպմանը հատկանշական է նշել, որ մասնակցել են Բայրարի ընտանիքի անդամներ, կազմակերպմանը մասնակցել են Բայրարի ընտանիքի անդամներ, եղբայրը, եղբորկինը, որ այդ ժամանակ հղի էր, եւ սա շատ մեծ նվիրում էր իր ընտանիքի կողմից հոգեբանական առումով մեծ աջակցություն մեզ, կարծես թե մենք ուզում ենք ինչ-որ բան հասկացնենք մեր 5-րդ սերնդի զինված թշնամուն, զինված թշնամուն, որ այո, Արցախցին մնալու է իր հողում։ Ցավոք սրտի եղավ այն, ինչ եղավ։ Ուրեմն բռնի տեղահանումից հետո, երբ անհնարին է թվում ամեն ինչ, կազմակերպելը բարեգործական ընկերությունը այստեղ եւս չթողեց իր գործնեությունը, չդադարեց իր գործնեությունը, այլ հակառակը շարունակեց եւ զարգացրեց մի այնպիսի ծրագիր, որի մասին կխոսեն իմ ընկերները, դա գրքարշավն է, որի հիմքում ընկած է մեր բոլոր միջոցառումների շարունակականությունը։ Ինչպես արդեն նշել էի ամենասկզբից, Մոնտեաբո բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող Արցախցին կարդում է գրքարշավը, իրականում մեծ այսպես համբավ է ձեռք բերել։ Կարող եք նաև այդպես ասել։ Ես սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ Արցախի երեխաների համար իրենց վերագտնելու, իրենց ուժերը փորձելու լավագույն հարթակներից մեկն է այդ գրքարշավը։ Առհասարակ բարեգործությունը նաև ռազմավարական նշանակություն պիտի ունենա։ Ես կարծում եմ, որ հենց այդ ծրագիրը այդպիսի այսպես հիմք ունի, որովհետև տերունների դաստիարակության, կրթության գործում ներդրում ունենալուց ավելի վեհ գաղափարական ընկալում գոյություն չունի։ Խնդրում եմ մի քիչ ավելի մանրամասն պատմեք այս նախաձեռնության մասին եւ հնարավորինս ընդգրկուն ներկայացնեք ծրագրին մասնակցելու պայմաններն ու ժամկետները։ Արցախցին կարդում է գրքարշավը, դա միանշանակ բարեգործական ընկերության ծրագիրն է, հաստատված եւ հրապարակված ծրագիրը։ Այն նպատակ է հետապնդում հնարավորինս պահպանել Արցախյանը, Արցախյան բարբառը եւ արցախահայերի շուրթերով հենց երեխաների շուրթերով գրականությունը տարածել։ Արցախցին կարդում է գրքարշավը ունի գնահատման հատուկ չափորոշիչներ, մրցանակներ, հատուկ մրցանակներ, ինչպես նաև բողոքարկման ձև եւ գրան-պրի։ Մրցույթին կարող են մասնակցել Արցախի բոլոր աշակերտները, 0-ից մինչև 12-րդ դասարանի աշակերտները ամբողջ աշխարհից։ Մրցույթի մասնակցելու համար ընդամենը պետք է տեսանյութեր նկարահանել, ստեղծագործական մոտեցումը կդիտարկվի առավելություն։ Մրցույթի մասնակցելու համար տեսանյութերը պետք է այսպիսի չափանիշներով լինեն, պետք է անպայման նշեն իրենց անուն ազգանունը, տարիքը, պետք է նշեն մեր Facebook-յան էջը, ինչպես նաև նշեն Արցախցին կարդում է հեշթեգը եւ անպայման նշեն ամիս ամսաթիվ եւ իրենց Արցախի բնակավայրը։ Կարծում եմ նաև պայմաններին ծանոթանալու համար կարող են հետևել ձեր Facebook-յան էջին եւ ավելի մանրամասն այնտեղ կգտնեն բոլոր Այո, պայմանները, ճիշտ է։ Facebook-յան էջում եւ Instagram-յան էջում հրապարակված են մեր նյութերը, ծրագիրը, հաստատված ծրագիրը հրապարակված է։ Ծրագրում ուրեմն հստակ ներկայացված են գնահատման չափորոշիչները, կարող են մտնել Facebook-յան եւ Instagram-յան էջը եւ այնտեղ մանրամասը ծանոթանալ, այսինքն տևողության մասով ունենք հստակ
գրված տևողությունը, թե որ օղակի համար նյութը ինչ տևողություն պիտի ունենա, հստակ նշված է ինչպես պետք է ներկայանա աշակերտը, նաև այն, որ աշակերտը կարող է ամբողջ տարի նկարահանել իր այդ ելույթները, բայց տեղադրում է միայն հունիսի 1-ից մինչև սեպտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածը։ Իսկ ամեն օր ինքը եթե տեղադրում է նյութը, անպայման պիտի ամիս ամսաթիվ նշի, դրանով խուսափում ենք անցած տարվա, ասենք, նյութերը տեղադրելուց։ Գնահատման կարևոր չափանիշներից է մասնագետը պիտի կարողանա տա տվյալ նյութի բովանդակալից վերլուծություն եւ իր կողմից պետք է տա նաեւ պիտի գա ինքնուրույն եզրահանգման։ Հաջորդը հանդես են գալիս տարբեր թեմաներով եւ նյութերով, ժանրերով, ելույթները օտար լեզուներով եւ արցախյան բարբառով, մասնակիցը կարող է ներկայանալ սեփական ստեղծագործությամբ, դա էլ է շատ կարեւոր, որտեղ մտածել ենք, որ կան երեխաներ, ովքեր սիրում են ստեղծագործել եւ ինչու ոչ, թող ներկայանան իրենց սեփական ստեղծագործություններով։ Նաև գնահատվում է աշակերտի կոկիկ տեսքը ու օտար լեզուներով այնտեղ ըստ օղակների ու դասարանների տրված է, թե յուրաքանչյուր աշակերտ օտար լեզվից քանի ելույթ պիտի ունենա մրցանակային տեղ զբաղեցնելու համար։ Փաստացի գրքարշավի շրջանակներում դուք նպաստում եք հայ գրականության եւ հատկապես Արցախի գրականության տարածմանը։ Սա ոչ պակաս կարևոր հանգամանք է, որովհետև իրականում արցախահայ գրողների ստեղծագործությունները տարածելով դուք առաջին պլան եք բերում նաև Արցախի անունը, Արցախի թեման։ Ես ուզում եմ մի քիչ զրուցենք նաև այս մասին։ Արցախցին կարդում է գրքարշավի նպատակներից մեկը հենց արցախահայ գրականությունը տարածելն է արցախցի երեխաների շուրթերով։ Սա մեկ։ Երկրորդ նպատակը մեր տաղանդավոր եւ կարող երեխաների տաղանդը ի հայտ բերելն է։ Արցախահայ գրականության ամենաշատ ընթերցված գրողի համար նախատեսված է ծրագրում մրցանակային կետ եւ հրավիրվելու է մրցանակաբաշխությանը եւ բարեգործական ընկերության կողմից ստանալու է նույնպես հատուկ մրցանակ։ Շատ լավ։ Երեխաների ընդգրկվածությունը ձեր բոլոր նախաձեռնություններում տեսանելի է նույնիսկ անզեն աչքով։ Ես եւ համոզված եմ շատ շատերը բարբերաբար հետևում են բարեգործական հիմնադրամի Facebook-յան էջին, Instagram-յան էջին եւ տեսնում են, թե երեխաներն ինչպիսի ողջավորությամբ են մասնակցում ընկերության կողմից իրականացվող տարբեր միջոցառումներին։ Առանձին ուշադրության արժանի այն հանգամանքը, որ բարեգործական ընկերությունը բացի արցախցին կարդում է մրցույթը իրականացնելուց նաև հնարավորություն է ընձեռնում արցախցի երեխաներին բարբերաբար մեկ հարկի տակ հավաքվելու։ Դա շատ կարևոր հանգամանք է, որովհետև ցավալիորեն Արցախի կորստից հետո, Արցախի ժողովրդի բռնի տեղահանումից հետո մեր երեխաները հնարավորություն չունեն իրենց ընկերների, դասընկերների հետ ամենօրյա շփում իրականացնելու, քանի որ հանգամանքների բերումով ապրում են տարբեր բնակավայրերում։ Այս բացը կարող ենք ասել, որ վստահորեն լրացնում է Մոնտեավո բարեգործական ընկերությունը։ Ես համոզված եմ, որ բոլոր այդ միջոցառումների, բոլոր այդ ծրագրերի ընթացքում դուք ականատես եք լինում երեխաների էմոցիաներին, զգացմունքներին եւ այս առումով երևի թե ասելիք կունենաք։ Այո, ինչպես նշեցիք, բռնի տեղահանումից հետո Մոնտեավո բարեգործական ընկերությունը շարունակեց հավատարիմ մնալ իր սկզբունքներին եւ իր գործունեությունը շարունակեց Հայաստանի Հանրապետությունում։ Կյանքի կոչեց մի շարք ծրագրեր, ինչպիսիք են Մոնթեի ծննդյան օրը, Ամանոր եւ Սուրբ Ծնունդ, պատմաճանաչողական էքսկուրսիաներ, ֆոտոգրքի նկարահանում, վինետկաներ եւ վերջի զանգի արարողություն, նաեւ ամենամյա ճամբար։ Ուրեմն ասեմ, որ թե երեխաները, թե ուսուցիչներս
ապրում ենք այդ հանդիպումներով։ Նկարագրելի էմոցիաներ են, երբ տեսնում ես երեխաները ինչպես են իրար կարոտած, փորձում այդ կարոտը առնել այդ մի քանի ժամվա ընթացքում։ Լացը եւ ծիծաղը խառնում են իրար։ Բաժանման պահին նույնպես էլի լաց է, չնայած մենք գիտենք եւ հավատում ենք, որ Մոնտեավո բարեգործականը շուտով էլի կկազմակերպի եւս մեկ անմոռանալի հանդիպում։ Օրինակ, այս վերջերս մարտի 1-ին 12-րդ դասարանի աշակերտները հավաքվել են ֆոտոգրքի նկարահանման առիթով եւ աննկարագրելի հույզեր էին ամենուրեք հուզմունքը, թախիծը եւ կարոտը խառնվել էին իրար։ Մարտի 22-ից 24-ը կազմակերպվել էին պատմաճանաչողական էքսկուրսիաներ, որին մասնակցել են գրքարշավականները եւ 9-ից 12-րդ դասարանի աշակերտները։ Այցելել ենք Խորվիրապ եւ Բարուր Սևակի տուն թանգարան։ Եվս մեկ անգամ վերհիշելով, մեծարելով մեր մեծերին եւ հիշելով ու գնահատելով մեր արմատները։ Ասեմ, որ ինչպես նշեցինք, մենք ունենք նաև մասնակիցներ Ռուսաստանից եւ Ռուսաստանի մեր երեխաների հանդիպումները կազմակերպում է Մոնտեավո բարեգործական ընկերության երիտասարդ ուսուցիչների խորհրդի անդամ Մարիամ Սարգսյանը։ Շնորհակալ ենք Մարիամին մեզ օգնելու համար եւ կցանկանայինք, որ Մարիամի նման մարդիկ, մեզ օգնողներ ունենանք արդեն այլ քաղաքներում նաև Եվրոպայի քաղաքներում, Ռուսաստանի Դաշնության քաղաքներում։ Հավելեմ նաև, որ բարեգործական ընկերության կողմից կազմակերպված Արցախցին կարդում է գրքարշավի մրցանակակիրները համարվում են բարեգործական ընկերության թագն ու պսակը եւ լինում են հատուկ միջոցառումներ հենց թագ ու պսակ մրցանակակիրների համար։ Նրանց համար բարեգործական ընկերությունը կազմակերպում է այցելություններ դեպի ազգային պատկերասրահ, թատրոն, օպերա եւ կազմակերպում է ֆիլմ դիտումներ։ Այս տարի 2025 գրքարշավին բարեգործական ընկերությունը ընդլայնում է մրցանակակիրների համար իր ֆոնդը եւ մրցանակակիրները այսուհետև ստանալու են Ջիվանյան կրթաթոշակ 1 տարվա կտրվածքով։ Եվ վերջում ես ուզում եմ ձեզ տալ մեր ավանդական հարցը, որը մենք տալիս ենք մեր բոլոր հյուրերին։ Սա ավելի շատ հարց չէ, քանի որ Հայկ Մեդիան բազմահազարանոց լսարան ունի Սփյուռքում եւ մեզ լսում են աշխարհի տարբեր անկյուններում, ես կուզենայի, որ դուք ձեր խոսքն ուղղեիք ինչպես Հայկ Մեդիայի բազմահազարանոց լսարանին, այնպես էլ աշխարհասփյուռ հայությանը։ Սիրելի հայրենակիցներ, ես ուզում եմ խոսքս եզրափակել Լեռնահայաստանի սպարապետ Գարեգին Նժդեի հետևյալ խոսքերով. մենք ենթակա ենք գոյության կռվի հավերժական օրենքին եւ ըստ այդմ մշտապես պիտի պայքարենք մեր ապրելու իրավունքի համար։ Եվ մենք պայքարելու ենք, որովհետեւ մեզ հետ են մեր ազգի նվիրյալ զավակները։ Օժում այսիմ լոխ լավա իննան, եթե միավորվենք, եթե ինիք միասնական, եւ Արցախցին կարդում է գրքարշավի գաղափարներից, մեկն էլ նաեւ միասնականության եւ համախմբման кочն է։ Շնորհակալություն։ Итак, пользуясь случаем, я хочу обратиться к нашим арцахским детям, которые находятся в разных уголках мира по воле судьбы. Дорогие наши дети, я хочу, чтобы вы участвовали в нашем проекте «Арцахец читает». Читайте побольше книг и участвуйте в нашей программе. Но хочу, чтобы вы, участвуя в данном проекте, ценили не материальную сторону, а духовную. Ведь теперь, находясь за пределами Родины, мы ищем разные методы и способы общения. И те невидимые нити, которые мы связаны, теперь крепко держит благотворительная организация Монте-Аво. Участвуйте в данном проекте. Вас ждут множество призов и сюрпризов. Поездка в парижский Диснейленд, айфоны, культурно-массовые спортивные мероприятия. И каждый победитель данного проекта будет получать стипендию.
А всем нам желаю скорейшего возвращения в рай, в Арцах. Dear Hike Media and Armenian Diaspora, we are organizing a reading challenge for the displaced pupils of Artsakh, filled with victory, knowledge, and hope. In these challenging days, your support and unity mean everything. Books are more than just pages, they are a source of strength, knowledge, and victory. Our Artsakhi students from all over the world, your participation is a new way of feeling you at home in Artsakh. Thank you for supporting us, for standing with us, and keeping our spirit alive, and being a beacon of hope for our people. Together, we will turn hardship into triumph. Շնորհակալություն գեղեցիկ հարցազրույցի համար։ Մենք ձեզ հաջողություն ենք մաղթում ձեր բոլոր նախաձեռնություններում եւ մեր պատրաստակամությունն ենք հայտնում կանգնելու ձեր բոլոր նախաձեռնությունների կողքին։ Մնացեք խաղաղությամբ։